9+1 հայրենիքի պաշտպան զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու օրինագիծը երկրորդ ընթերցման մտավ լրացուցիչ 9 փաստաթղթերի փաթեթով։ Ինչքան բաց կա փակում են, որ հիմնադրամը լիարժեք գործի, առանց շահութահարկ վճարելու բոլոր տեսակի տուրքերից ազատ։ Կապահովի Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառումը եւ օրենսդրական կարգավորումների միասնականությունը։ 10 նախագծերի մեջ Հրանտ Բագրատյանը խճճվեց, որն է առաջին ընթերցմամբ, որը երկրորդ, երբ իրավունք ունի հարց տալ, շիլաշփոթ է։ Լրիվ նոր որոշում եք բերել, նոր ձև եք բերել, որը մեջը պարունակում է լուրջ սխալներ։ Բերել եք փաթեթով, մենք ոնց անենք։ Չեք կարող հարց տալ, որովհետև դուք նախապես առաջարկություններ չեք ներկայացրել։ Իմ ինտելեկտը չի երիկում, որ հասկանամ, որ դուք ինչ եք ասում։ Բարձր ինտելեկտների քննարկումն ավարտվեց, երբ Բագրատյանն ի վերջո ասաց, ինչ ուզում էր։ Կառավարության ներկայացուցիչները շատ հաճախ սիրում են ձախ բռնել աչականջը, չի ստացվելու։ 1000 դրամի նախագիծը մինչև երկրորդ ընթերցում քննարկումների միջով է անցել տարբեր շերտերի հետ։ Լրացվել է падգամավորների, թեև ոչ բոլոր առաջարկներով։ Հիմա մարդկանց տրամադրվածությունն են ճշտում։ Ուսումնասիրություն արել եք, ձեր քայլը ինչ արձագանք է գտել։ Եթե դուք շփվում եք մի օղակի հետ, որտեղ բոլորը ամեն ինչի շուրջ համաձայն են, դա մտահոգիչ է։ Օրինագծում գլխավոր ձևակերպումը չի փոխվել։ Յուրաքանչյուր աշխատող պետք է վճարի 1000 դրամ։ Այս օրենսդրական նախաձեռնության մեխը նախ եւ առաջ պարտադիր բաղադրիչն է։ Կոնցեպտուալ սխալ եք ասում, կոնցեպտուալ։ Սա դեռ հանգստությունն է փոթորկից առաջ։ Անդիմադիրներն ընթացքում տաքացան, ում ասեք ու ինչ ասեք հիշեցին ու բորբոքված էլ պնդեցին, նախագծին կողմ են։ Մենք այս 1000 դրամները իշխանությանը չենք տալիս, մենք տալիս ենք զինծառայողների ընտանիքներին։ Կոստանջյանը տեղից վեր թռավ։ Հիմա Զարաջան։ Իխանգարեդի դիրզոք։ Հանգիստ։ Հիմա խնդրում եմ րոպեն պահեք։ Ինչ եմ այդպես ասում։ Թույլ տուր։ Օրենքը բանակի մարտունակությունը այո բարձրացնում է։ Եզակի դեպք է, որ Շարմազանովը Փաշինյանին կասի ապրես Փաշինյան, հետո կենացները քաղցրացան։ Пишется машина времени երգը, не стоит прогибаться под изменчивый мир, при случае он прогнется под нас։ Շարմազանովի երկեցիկ կոմենտներ գուցե պատճառը, որ ժամանակի մեքենայից հետո էլ Մելքումյանը որտեղից որտեղ հուն երեխայի երգը հիշեց, աչքերի փայլը։ Շատ հզոր, ասենք այդ երեխան նենց մի հատ տաղանդով է երգում։ Հույները չէ ոգևորեցին։ Բաստեղել հույների ասածները լսեք, ոգևորվեք, տոն քվյարկեք։ Գովազդային դադարից հետո եկավ Պոստանջյանը, մեղադրեց, քննադատեց բոլորին ու ամեն ինչ, անընդհատ կրկնելով, դեմ է, բնականաբար գոռալով։ Հենց պետք է դեմ քվյարկել, ոչ թե կողմ քվյարկել, պետք է մասնակցել եւ դեմ լինել, որովհետեւ սա սկզբունքային հարց է։ Իմ հայրենը չի ներում շատ շիտակ լինել այդ պատասխանի մեջ առանց հայոյանք օգտագործելու։ Իսկ դաստիարակությունը չի թույլ տալիս անել երկրորդը։ Բայց քաղաքական սելֆիների մշակույթը բանակի մասին խոսելիս պետք է վերացնել, որովհետև շատ ավելի վտանգավոր է քաղաքական գործիչը, որը սելֆի է անում այս ամբիոնում, քան այն շոու բիզնեսի ներկայացուցիչը, որ սելֆի է անում հրամատում։ Մինչև պաշտպանության նախարարի արձագանքը կանայք էին դուրս եկել Պոստանջյանի դեմ, լեզվակռիվն անխուսափելի է։ Կանայք հայոց աշխարհի հանդարտ։ Ասմունքող Տաճատ Վարդապետյանն այստեղ լիներ, կանայք հայոց աշխարհի էքսպրոմտի կներշնչեին, Շարմազանովը հանգավորեց։ Զարա քեզ զայն տալը շառա, իսկ հիմա ձայնը տրում է Հովհաննես Մարգարյանին։ Այսքանից հետո ինչ ասի Հովհաննես Մարգարյանը, նրան մնում է հոգոց հանել ու մտածել նոր օրինագծի մասին, ի պաշտպանություն տղամարդկանց։ Էս է ձեր կենդերը։ Տեսնենք վերջի ինչ պետք է լինի։ Վերջում մեզի համար պետք է օրենք գրենք։ Այսպես գնա տղամարդկանց դժվար թե հերթ հասնի, կանայք պատուհանի փեղկերին են հասել։ Երկրորդ փեղկը այն է, որը կոչվում է թաքնված փեղկ։ Հիմա ում մոտ որ փեղկն է ամենամեծը։ Ռուզանա Մուրադյանի հարցին ոչ ոք չարձագանքեց։ Փեղկերի ժամանակը չէ, օրինագիծն է գլխավոր մեխը։ Պիտի 24 ժամում հասցնեն քվեարկել։ Շակե Ղազարյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։